Գնեք Սանկերամիկա կամ լոգարսենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Եվ այսպես, հոկտեմբերի 24-ին համացանցում ինտիմ բնույթի տեսանյութեր տարածվեցին Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ։ Տեսանյութերը հրապարակել է Armenian WikiLeaks թելեգրամյան ալիքը։ Այնուհետև Արշակ Խաչատրյանի ինտիմ կադրերը հրապարակած թելեգրամյան ալիքը կոչ էր անում կտրիչ Ներսիսյանին կարգալույծ անել Արշակ Խաչատրյանին և պնդում Նիկոլի Ժեխերի բերանը Արշակի նմաններն են լեզու դնում։ Իսկ ինքը Արշակ Սրբազանը տարածվող տեսանյութերի մասին խոսելիս դրանք որակել է հերյուրանք, զրպարտություն, հակաեկեղեցական գործելաոճ։ Ամեն դեպքում գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ-որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար այդ տեսանկարահանումները օգտագործված լինեն։ Բայց իհարկե բովանդակությունը ամբողջովին հերյուրանքը քիչ առաջ արձանագրել եմ, որ լուրջ դեմքով եւ չեմ պատրաստում հերքել հերյուրանքները և զրպարտությունները։ Թող դրան այդ կոնտենտը հորինողները իրենք բացատրություններ տան։ Իսկ CVKM-ը գրել էր, որ ակնհայտ է, որ կտրիչ Ներսիսյանը չի ներելու Արշակի իրեն ուղղված հրաժարականի պահանջը, հրապարակելով Արշակի ինտիմ տեսանյութը և նրա նկատմամբ իր ձեռամբ ատելություն գեներացնելով, նա փորձում է Արշակին խաղության նոխազ դարձնել, որին կարգալույծ անելով կփորձի իրեն դիստանցավորել անառակությունից, նշել է կայքը։ Գլխավոր դատախազությունն էլ հայտնել է, որ ընթացք է տրվել իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված Մայրաթորի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Հայտնի տեսանյութերին անդրադարձել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Իսկ ով ասեց, որ հոգևոր իշխանության դասին պատկանող քաղաքացիները չպետք է պաշտպանեն, պարոն Կիրակոսյան, նրանք էլ պետք է պաշտպանեն։ Նյութի հետ կապված եւ նյութի հրապարակման հետ կապված, ես պետք է ասեմ, որ դա բավականին վրդովեցնող նյութեր եւ տարածումը եւ այդ աստիճան տարածումը սոցիալական ցանցերում առնվազն անընդունելի պետք է համարել, որտեղ խոսքը վերաբերում է անձնական կյանքի պաշտպանության մասին եւ անձնական կյանքի վերաբերյալ նման տեսակի նյութեր տարածելը որևիցե եղանակով չի կարող դիտարկվել որպես իրավաչափ երևույթ։ Սա մեկ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Թե ինչպես, թե ոնց, երբ այդ նյութը հայտնվեց եւ ինչ եղանակով այն սկսեց տարածվել, սա կրկին պետք է ասեմ իրավապահ համակարգի գործունեության մաս պետք է կազմի։ Իսկ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսելով հոգևորականների հետ կապված տեսանյութերի մասին, ասել է, որ չի բացառվում նոր տեղեկություն հայտնվի։ Տարիներ շարունակ, հատկապես վերջին ժամանակաշրջանում, բազմաթիվ պատմություններ, իրողությունների մասին պատմություններ կան հոգևորականների, ուրեմն կենցաղի եւ անձնական կյանք ունենալու վերաբերյալ։ Եվ հիմա հասել ենք մի փուլ, երբ որ ոչ միայն քաղաքացիները, այլև հենց եկեղեցու ներսում եղած հոգևորականներն են սկսել խոսել եւ տարբեր պատմություններ պատմել տարբեր բարձրաստիճան հոգևորականների մասին։ Մենք օրինակ լսում էինք, որ հոգևորականներին ստիպում են գնալ ուրեմն հանրահավաքներ եւ ահա ինչ որ մի ձայնագրություն հայտնվեց, որը փաստում էր այդ դրա մասին, այսինքն գոյություն ունեցող երևույթների մասին չի բացառվում, որ առաջիկայում միգուցե էլի փաստական այլ հանգամանքներ հայտնվեն տարբեր մարդկանց մոտ եղած համացանցում եւ դառնան հանրության քննարկման առարկա։ Եվ լավ կլինի, որ հանկարծ ու հանկարծ ուրեմն ձեր կողմից իշտակված տեսանյութի պես տեսանյութեր հանկարծ ու հանկարծ էլ չտարածվեն։ Ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգևորականների մասին։
Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էլ նոր մեղադրանք է առաջադրվել, այս անգամ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար։ Իսկ մեղադրանքն առնչվում է անցած ամիս Ղուկասյանի լրագրողների ճեպազրույցում արտահայտած մտքերին, թե որ միության կազմում է ինքը տեսնում Հայաստանը։ Վարդան Ղուկասյանը այս նույն դիրքորոշումը հայտնել էր նաև ամիսներ առաջ, օրինակ համայնքապետ ընտրվելու հետո իր պաշտոնամուտի օրը։ Գարնանը որևէ քրեական վարույթ չհարուցվեց եւ Ղուկասյանի կարծիքը չդիտարկվեց որպես ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ։ Գյումրիի համայնքապետի փաստաբանը ասում է, որ մարդը կարծիք է հայտնել, որ ըստ էության այդ միությանը ինքը կողմ է, որ Հայաստանն էլ անդամակցի, պահպանելով Հայաստանի անկախությունը։ Կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան Հերիկ Ալեքսանյանը բաց նամակ է հղել գլխավոր դատախազին, դրանում մասնավորապես ասվում է, Տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ վերը նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի ձեզ, գրել է փաստաբանը։ Կոչուբաևին ձերբակալեցին ԱԱԾ-ականները տարբեր բնորոշումներով ասֆալտին փռելով։ Շնորհակալություն։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին եւ օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ հատկանիշներով։ Իսկ Կոչուբաևը ձերբակալվելուց առաջ այսպիսի գրառմամբ էր հանդես եկել. հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների եւ պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ-ի պատվալում, բայց դուք ոնց շան տղակայիք այդ ձև էլ մնացել եք։ Ու չհամարցակվեք, ասեք թե տուն եք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորչը եկավ իշխանության, ես էլ սպայ էի եւ ուսադիրը սրանց վրա շպրտել է, եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելի է արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։ Ավակ գործընկերներիցս մեկն ասում է, օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորեք սրա շուրջ, գրել էր նա։ Իր այս գրառումը Կոչուբաևը որակել էր հոգու պայթյուն։ Եվ այժմ զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Ողջույն պարոն Իոաննիսյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Իոաննիսյան, նախ նշեցի, որ այդ ինտիմ բնույթի Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութերի մասով դատախազությունը ձեր հաղորդումը ձեր կազմակերպության ներկայացրեց, քննության առարկա է դարձրել, մինչ անդրադառնանք մի շարք հանգամանքների, մի հարց, սա էլ արդեն որերորդ անգամ հանրային հնչեղություն ունեցող, պրոցեսների նկատմամբ, հենց ձեր հաղորդման հիման վրա է սկսում իրավապահ այս կամ այն մարմինը որոշակի գործողություններ իրականացնել։ Ես նկատի ունեմ, օրինակ, եթե չլիներ իրազեկ քաղաքացիների միավորումը, այս մասով ոչ մի գործողություն չէր իրականացվելու։ Ես ուզում եմ նախ եւ առաջ արձանագրենք, որ դատախազությունը ասում է ընթացք են տվել, ինչը մի քիչ քրեադատավարական օրենսդրության տեսանկյունից անհասկանալի եզրույթ է, ինչ ասել է ընթացք են տվել, որովհետեւ կա երկու որոշում, որոնք որ հանցագործության հաղորդման արդյունք ստանալուց կայացում են, մեկը դա քրեական վարույթ նախաձեռնելու որոշումն է, մյուսը քրեական վարույթի նախաձեռնումը մերժելու մասին որոշումն է։ Ընթացք տալը մի քիչ անհասկանալի է, ինչ է նշանակում։ Ամեն դեպքում կսպասենք, որովհետև ինձ թվում է, որ այստեղ այնաստիճան առերևույթ է հանցագործությունը, որ անկախ մեր դիմումից պետք է միանգամից
քրեական վարույթ նախաձեռնվել, բայց այսօր տեսանյութը հրապարակվել է, թե ես ճիշտ եմ հիշում, շաբաթ երեկոյան կամ կիրակի առավոտյան, մենք այն տեսել ենք կիրակի առավոտյան, հաղորդում տվել ենք կիրակի ցերեկը, երեքշաբթի ցերեկն է, դեռևս քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, ինչը արդեն իսկ դանդաղություն է։ Մյուս կողմից ես պետք է ասեմ, որ քրեական վարույթ նախաձեռնելը ինքնին բավարար չի, եւ այստեղ մենք պետք է մի շարք բաներ հասկանանք, հա։ Մենք պետք է հասկանանք արդյոք ով էր իրականացրել այդ ներքին դիտումը, այսպես ասած, ով էր տեսանկարահանումը իրականացրել։ Դա իրականացրել էին իրավապահները, թե ոչ։ Եթե իրականացրել են իրավապահները, որքանով են իրավաչափ իրավապահների գործողությունները, ում են իրավապահները փոխանցել այս տեղեկությունները։ Հաջորդը, եթե պարզվի, որ Արշակ Սրբազանը այդ տեսանյութերում իր քեռակնոջ հետ է, կներեք, ես նեղ ինձին բաների մեջ մտնելու համար, բայց մտնենք։ Եթե պարզվի, որ իր քեռակնոջ հետ է, ապա քննությունը պետք է շրջվի նաև դեպի վարչապետ Փաշինյան եւ պատասխանի են հարցերին, թե աստորեն իրոք Արշակ Սրբազանի եւ իր քեռակնոջ միջև ինչ-որ բան կա եւ վարչապետ Փաշինյանը երբ որ ժամանակին դեռ ամիսներ առաջ հրապարակել էր դա ճիշտ է, չէր տվել Արշակ Սրբազանի անունը, բայց այտենց ոնց որ թե ակնհայտ էր որ դրա մասին խոսքը։ Բա որտեղից վարչապետ Փաշինյանին է տեղեկությունը։ Հա, բա ուրեմն նաև եթե այդպես է, եթե այդ սցենարն է, ուրեմն նաև վարչապետ Փաշինյանին էր դա ուժայինների կողմից զեկուցվել, այսինքն մենք ունենք անձնական տվյալների, անձնական տանեկան գաղտնիք հանդիսացող տվյալների չարաշահման եւ ապուրինի տարածման դեպք, որին նորից եմ ասում, եթե այդ իմ ասած սցենարն է, իսկ դա ամենահեշտն է պարզելը, նկատի ունեմ պարզելը, արդյոք դա Արշակ Սրբազանն ու իր քեռակինն են, թե ոչ։ Եվ եթե այո, ապա քննությունը պետք է շրջվի նաև դեպի վարչապետ Փաշինյանին, ինչ որ հարցեր, լեգիտիմ հարցեր առաջանան նաև նրա հասցեին։ Պարոն Յանոսյան, եթե խոսենք նաև օրինակ Գյումրիի Բայց այս ամեն ինչը ներողություն, այս ամեն ինչը տեղի կունենա թե ոչ, ես մի քիչ սկեպտիկ եմ ճիշտն ասած, որովհետև Հայաստանում դատաիրավական համակարգի որակը եւ անկախությունը նոր թեմա չի իհարկե ձեր հեռուստադիտողի համար, բայց շատ ցածր է։ Սկեպտիկ եք, որ կբացահայտվի, թե ով է տեսագրել դա, թե սկեպտիկ եք, որ եթե բացահայտվի նաև քեռակնոջ հանգամանքը, ապա կշրջվի արդյոք դեպի Փաշինյանը, թե ոչ։ Երկուսի մասով էլ սկեպտիկ եմ։ Շատ լավ, Գյումրիի կանոնավորված քաղաքապետի նոր մեղադրանքը իշխանություն զավթել, սահմանադրական կարգի բռնի տապալում, ինքնիշխանության դեմ, տարածքային ամբողջականության դեմ ուղղված կոչեր եւ այլն, ու հիմա է այդ մեղադրանքը առաջադրվում, բայց ես ինչպես նշեցի, այդ մարդը դրա մասին հայտարարել էր նաեւ օրինակ ամիսներ առաջ, գարնանն էլ։ Բայց ինչու այդ ժամանակ մեղադրանք չառաջադրվեց։ Ինչու նույնատիպ նրա կոչերը չդիտվեցին քրեորեն պատժելի արարք։ Գիտեք, պետք է նայել իհարկե ճշգրիտ ինչ կոչեր է ունեցել Գարնանը եւ այժմ դատարանի բակում, կարող է ինչ-որ տարբերություններ կա, այս մասով ճիշտ ասած չենք հասցրել մանրամասն նայենք, բայց նույն հացը ներողություն բանի դեպքում, Շիրակի թեմի առաջնորդի դեպքում, հա, Միքայել Աճապաղյանի դեպքում, նույն բառերն է մարդը կրկնել, դրիվ նույն բաղեր բան չի ասել, այդ նույն բառերը կրկնել է և այն ժամանակ դա որակվել է որպես, չի որակվել որպես հանցագործություն, նույնիսկ ոչ միայն չի որակվել որպես հանցագործություն, ասեն առերևույթ այսինքն ակնհայտ է որ ստեղ հանցագործություն չկա, քրեական գործ չենք հարուցի։ Իսկ հիմա սենց է որակվում։
Սա խոսում է ևս դատաիրավական համակարգի, որակի դատաիրավական համակարգի անկատարություն բառը շատ բարձր պլան կա, էլի, ցածր մակարդակի մասին, բայց միաժամանակ նորից եմ ասում, Գյումրի քաղաքապետի հետ կապված ես չէի շտապի նույն եզրակացությունները արնել, քան դեռ չեմ հասցրել ծանոթանամ իր հայտարարության ամբողջությամբ, իսկ ես դա ասում եմ մեղքս ընդունում եմ չեմ հասցրել արնել, ոչ ես, ոչ մեր թիմից դեռ ոչ մեկ չի հասցրել դա անել։ Շատ լավ, նրա վերջին այդ հրապարակային կոչերը, ինչի հիմքով էլ նաև այս մեղադրանքն է առաջադրվել, նա փաստաբանը մեկնաբանում է, որ սա ընդհանրապես մարդու կարծիքն է, եւ դրա համար մարդը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Ես չեմ շտապի պնդումներ անել, որովհետև պետք է լսեմ, չեմ լսել ինչ ասել, չեմ շտապի պնդումներ անել, բայց գիտեք կարծիքը կներեք իսկով ասեց, որ ցանկացած տեսակի կարծիքի արտահայտում չի կարող հետապնդման առարկա լինել։ Ներողություն, հիմա այսօր ասեմ, որ 1000 ներողություն էլի, ես որ ասեմ, որ ես կարծում եմ, որ դուք, լավ դուք չէ, ուրիշ ինչ-որ աբստրակտ, ինչ-որ մարդ անասուն է, տենց էլ ասեմ, ես կարծում եմ, որ ես չգիտեմ, ես մարդը անասուն է, ես դրա համար պատասխանատվության կանչվելու եմ, չէ, քաղաքացիական պատասխանատվության, ոչ քրեական, բայց կանչվելու եմ, չէ, բան ասեմ, բայց չէ դա իմ կարծիքներ, նենց որ ոչ մեկ չի ասում, որ ոչ միտեղ գրված չի, որ եթե դու կարծիքդ ես արտահայտել, ապա դու վերջ ալիբիով ես ցանկացած տեսակի հետապնդումից, դա այդպես չի։ Իսկ իրավապահների ամբողջական ես նկատի ունեմ Գյումրիում տեղի ունեցած զարգացումների մասով եւ ընդհանուր արդեն ինչ-որ կալանք եւ այլն։ Իրավական գործողությունները ինչպես եք որակում, որտեղ արդեն 4 տասնյակի հասնող վարույթներ կային հարուցված եւ այլն, այդ թվում եւ կալանքներ, տնային կալանքներ, հսկողություններ, երկու անչափահաս, այսինքն իրավապահների գործողությունները իսկապես իրավաչափ էին։ Ես կբաժանեմ երկու մասի, առաջինը բուն կաշառքի գործը եւ կաշառքի գործով պետք է ասեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն պրոֆեսիոնալ աշխատանք է արել, որովհետեւ բավականին շատ ապացույցներ է հավաքել եւ այդ բավականին շատ ապացույցները նաեւ ճիշտ պահին հանրությանն է ցույց տվել, որպեսզի հանրության մոտ կասկած չմնա, որ հիմնավոր են կոմիտեի գործողությունները եւ առհասարակ ապացույցներն էլ հավաքել է, կներեք, այդ ապացույցները փողոցում գցած չեն, էլի, լատենտային հանցագործության ապացույցները, հենց որ բավականին պրոֆեսիոնալ աշխատել են մարդիկ եւ դա ուրախացնում է, ինչ վերաբերվում է այդ օրվա իրադարձություններին նկատի ունեմ հավաքի ժամանակ որոշ ընդհանումները եւ դրան հետեված քրեական հետապնդումները պետք է ասեմ, որ այստեղ մի քանի դրսևորում կար, մեկը իհարկե ոստիկանության պրոֆեսիոնալիզմի չափավոր մակարդակներ, որտեղ կարծում եմ, որ ոստիկանությունը ավելի պրոֆեսիոնալ որ գործեր, կարող էր ավելի լավ կառավարել այդ իրավիճակը, թեև ընդհանուր առմամբ ոստիկանությանը հաջողվեց այդ իրավիճակը կառավարել, եկեք սա էլ արձանագրենք, չվերածվեց ինչ-որ զանգվածային մեծ բախումների, չվերածվեց ինչ-որ շատ լուրջ բախումների, ինչի պոտենցիալը կար։ Այդ օրը առավոտվանից բոլորս նստած սպասում էինք, որ հեսա շատ մեծ դուրդումփոցներ են լինելու Գյումրիում, ինչի չեղավ եւ ինչի համար իհարկե պետք է արժան մատուցել իրավապահներին, բայց ինձ թվում է կարող էին էլ ավելի լավ աշխատել։ Բայց ընդհանուր առմամբ եկեք արձանագրենք, որ այդ օրը հնչում էին քննությանը խոչընդոտելու հրապարակային կոչեր, այդ օրը հնչում էին իրականացվում էին ըստ էության քննությանը խոչընդոտելու փորձեր, որոնք նաև զուգորդվում էին բռնություններով։ Հենց որ այո, եւ այդպիսի գործողությունները պետք է արժանանան դատաիրավական համակարգի արկածդետությանը։ Ուրիշ հարց, թե ամեն առանձին վերցրած գործով, որքանով
քրեական հետապնդումը հիմնավոր, որքանով է քրեական հետապնդումը տեղին համաչափ, ոչ միայն քրեական հետապնդումը, այլ դրա հետ զուգորդվող սահմանափակումները, իրավունքները, օրինակ կալանավորումը, հա, լավ, ենթադրենք X մարդը կատարել է, քննությանը խոչընդոտել է եւ այլ արարքներ էլ է կատարել, բայց իր կալանավորումը ինչքանով է հիմնավոր չի, սա մի քիչ ավելի դժվար, ոնց ասեմ, մի քիչ ավելի դժվար է դրա հետ, դա մի ճշգրիտ գնահատական տալ, որտեղ ճշգրիտ գնահատականը պետք է տալ ամեն դեպքով առանձին վերցրած, որտեղ չես կարող ասել, որ այ օրինակ էլեկտրիկ Երևանի ժամանակ, հիշեք էլեկտրիկ Երևանը սրանց 10 տարի առաջ, այն ժամանակ գործ էր հարուցվել խուլիգանության հիմքով ցուցարարների դեմ։ Այն որ Բաղրամյան ջրցանով սաղին ցրեցին, ցուցարարների դեմ խուլիգանության գործ էր հարուցվել։ Այդ ժամանակ շատ ավելի հեշտ էր գնահատել, որտեղ չէր գնում մտնում դետալների մեջ, ասում էր այդ գործը տեղով ապօրինի է, էլի, ինչ խուլիգանություն ցուցարարները խաղաղագույնս նստած էին եւ ամեն ինչ կամերաների առջեւ երևում էր եւ ինչքան հնարավոր է խաղաղ նստած էին ասֆալտին։ Ինչ խուլիգանություն, ի սկզբանե ապօրինյա։ Այս դեպքում չես կարող տենց ասել, որ ի սկզբանե ապօրինյա, որտեղ ի սկզբանե բավական օրինական է։ Այո, քննությանը խոչընդոտելու փորձեր եղել են, այո, բռնության դրսևորումներ եղել են, այսինքն այդ ամեն ինչը եղել է։ Եվ բայց արդեն քննության ընթացքում ամեն ինչ պատշաճ է, թե պատշաճ չի, դի խորանաս ամեն մի կոնկրետ առանձին վերցրած գործով նայես։ Շատ լավ, պարոն Յանոսյան, ես նաև Կոչուբաևի գործին անդրադարձա, նշեցի, որ նրա փաստաբանն է դիմել գլխավոր դատախազին կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառով եւ քանի որ գործը դեռևս չի ուղարկվել դատարան, որպեսզի նա խափանման միջոցը Տիկին Վարդապետյանը փոխի եւ հենց նոր նրա փաստաբանը նշեց, որ Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվեց բացակայելու արգելքով, Կոչուբաևը քիչ անց ազատ է արձակվելու, փաստաբանը շնորհակալություն է հայտնում գլխավոր դատախազան Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Կխնդրեմ նաև սա մեկնաբանել, հա, նախ Կոչուբաևին ձերբակալությունը, հիմքը ձերբակալության կալանավորման հիմքը եւ արդեն գլխավոր դատախազի կողմից կալանքի տեսակի փոփոխության հարցը։ Գիտեք, ինչ վերաբերում է Կոչուբաևի ձերբակալության եւ կալանավորման հիմնավոր լինելուն թե չլինելուն, ես կդժվարանամ ասել, որտեղ ձերբակալության կադրեր ամբողջական չեն, այսինքն ներևում է, որ իրան ասֆալտին փռած են, այսպես ասած, թողնել ինձ ինքը ավելի տերմինաբանորեն ասած ֆիզիկական ուժի եւ որոշ հատուկ միջոցների գործադրմամբ են ձերբակալում, բայց ինչա դրան նախորդել մենք չգիտենք։ Հա, տեսագրություններում չի երևում, թե դրան ինչա նախորդել, արդյոք դրան նախորդել է ինչ-որ դիմադրություն, թե չի նախորդել։ Բնականաբար, եթե դիմադրություն չի նախորդել, ապա այդ մեթոդը իհարկե եւ ուժի կիրառում եւ մյուս բաները եղել են ապօրինի։ Բայց տեսագրությունում դա չի երևում եւ այդ չերվալու կոնտեքստում ես դժվարանամ միաժամանակ գնահատական տալ, նույնը նաև կալանավորման հետ կապված, ես հասկանում եք ստեղ խնդիրը նրանումն է, որ այդ բոլոր գործերով միջդատական վարույթի սահմաններում այդ նիստերը փակ են եւ մենք չունենք շատ տեղեկություններ։ Լինում են դեպքեր, երբ որ մենք ունենում ենք տեղեկություններ եւ դրա հիման վրա կարողանում ենք գնահատականներ տալ։ Հիմա այս դեպքում, որոնք էին վարույթն իրականացնող մարմնի հիմնավորումները, որ Կոչուբաևը պետք է լինի կալանավորված, ես կդժվարանամ ասել։ Ես գաղափար չունեմ, որոնք էին այդ հիմնավորում։ Մենք դա չգիտենք, դա հրապարակված ինֆորմացիա չի։ Եվ ըստ այդմ կդժվարանամ պնդել դատարանի որոշումը օրինական էր, թե պայմանավորված էր Կոչուբաևի նկատմամբ վերաբերմունքով։ Չեմ բացառում, քանի որ Հայաստանում համատարած ապօրինի կալանավորումներ լինում են, եւ ոչ միայն քաղաքական գործերով։ Ինչ որ սեկցիա կա իրավապաշտպան հասարակության, մենակ քաղաքական գործերով է հետաքրքրվում, հա։
Հիմա օրինակ շատ էպիկ է, օրինակ հայ առաքելական եկեղեցին սկսել է խոսել մարդու իրավունքներից, մենակ այն կոնտեքստում, երբ որ դա եկեղեցականների իրավունքներին է վերաբերվում։ Տասնամյակներով երկրում մարդու իրավունքների հետ կապված ինչ ասես տեղի ունենում եկեղեցու վերջը, բայց կամ Արման Թաթոյանը, հա, ժամանակին Գևորգ Սաֆարյանը նույնիսկ, որ ամենաակնհայտ քաղբանտարկյալը այս երկրի պատմության թերևս եղել է Գևորգ Սաֆարյանը։ Ամենաակնհայտ քեյսն է, հա, բայց Արման Թաթոյանը Գևորգ Սաֆարյանի մասով չէր ընդունում, որ քաղբանտարկյալը, ու չէր հաստատում, որ քաղբանտարկյալը, հիմա բան տենց աչուձախ քաղբանտարկյալի կոչումներ ավար, վերջը, բայց վերադառնալով Կոչուբային, այդ խնդիրը Հայաստանում համատարած կա, Հայաստանում համատարած անտեղի կալանքներ են տալիս մարդկանց, քրեական հետապնդման սահմաններում կալանք տալը նենց ավանդույթ է, նոր ավանդույթ չի, նորմալ այդ ավանդույթը պակասել է հեղափոխությունից հետո, բայց մեկը կա այդ ավանդույթը։ Եվ այդ ապօրինության տակ արդյոք նաև Կոչուբայևն է անգել, ես նույնիսկ չեմ էլ բացառի, եւ ես չեմ առաջնորդվելու դատարանի կամ քրվարկ իրականացնող մարմնի բարեխղճության կանխավարկածով, որովհետև ես տեսնում եմ, որ համատարած այդ իրավունքը խախտվում է, թե ինչ որ մի իրավունք համատարած խախտվում է, արդեն այդ իրավունքը չխախտելու կանխավարկած գոյություն չունի։ Հիմա պայմանական ուրիշ օրինակ բերեմ, հա, երեխաները ավտոմեքենաների մեջ Հայաստանում համատարած երթևեկում են առանց մանկական նստատեղի, ճիշտ է։ Եվ որևիցե կոնտեքստում, որևիցե խոսակցության մեջ առաջնորդվել են կանխավարկածով, որ դե հա դե առաջնորդվենք են կանխավարկածով, որ ես երեխան եղել է ամրակապված կամ մանկական նստատեղի մեջ նստած, սխալ կանխավարկած է, ապշորի սխալ կանխավարկած է, էլի։ Նույն ստեղ, ասել, որ կանխավարկած է նա, որ Կոչուբայի իրավունքները չեն խախտվել, չէ։ Բայց միաժամանակ իհարկե նաև փաստեր կամ ապացույցներ, որ Կոչուբայի իրավունքները խախտվել են, չէ։ Ինչ որ վերաբերում է խափանման միջոցի մեղմացմանը, ես չի հավանում, դեպքում դա նկատի ունեմ այդ փաստաթղթերը բժշկական, որ ներկայացրել են, եւս հիմք է։ Հիմա այդ փաստաթղթերի հիմքով փոխվել է որոշումը եւ ծանր թեթև են արվել տարբեր հիմքերը եւ որոշվել է, որ չէ, դու անդերձ կալանք պետք չի, թե ուղղակի ասել են արել կալանք, անտեղի կալանք ենք տվել, լավ բերեք մարդուն ազատենք, չգիտեմ, չեմ կարող ասեմ, երկու սցենարն են հնարավոր։ Բայց մենք կարող ենք խոսել գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազության նաև մարդասիրական վերաբերմունքի մասին, թե այստեղ դրա մասին խոսք չէ։ Կդժվարանամ ասել։ Ամեն դեպքում Կոչուբայևի գործի հետ կապված մի քիչ տարօրինակեր են հոդվածը քրեական օրենսգրքի, որը որ ընդունվել է, այնտեղ մի քիչ տարբերություններ կան, արտավորող տեղեկություններ հրապարակելը եւ վիրավորելը մի քիչ նեղ բաներ կա, էլի, ես որտեղ օրինակ իրավաբանների խումբ կա, որ ասում են, որ իրան սխալ հոդված է մեղսագրում եւ իրան պետք է մյուս հոդվածով դատարան վիրավորելու հոդվածով քրեական հետապնդում լիներ, որ ավելի մեղմ պատիժ է ենթադրում, բայց մյուս կողմից ինքը նաեւ քննիչներին եւ դատախազներին է այդ իր գրառման մեջ շատ վատ ձևով անդրադարձել, իսկ այդ մյուս հոդվածում քննիչներ դատախազներ չկան, օբյեկտային կազմում, հենց որ չգիտեմ, սա մի քիչ շատ բան գիտական իրավաբանական հարց է եւ ես կդժվարանամ այստեղ այս մասով նաեւ գնահատականներ տալ, թե հոդվածը, որը որ իրան մեղսագրվում է քրեական օրենսգրքի ճիշտ է ընտրվել, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն էր։